Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Արշակ Սրբազանը կրկին դատարանում է, ինչ մանրամասներ է հայտնել փաստաբանը։ Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, ինչ օրակարգ պետք է թելադրի Հայաստանը։ Մայրաթոռը բարդ ընտրության առաջ է, ինչ պայմաններում կկայանա եպիսկոպոսատ ժողովը։ Ադրբեջանը պայման է դրել խաղաղության համար, խաղաղության պայմանագրի ստորագրման 9 ժամկետներից է խոսում Բաքուն։ Կոտրել են Խաչքարն ու պոկել սրբապատկերները, ադրբեջանական վանդալիզմի նոր թիրախ է դարձել Մարտակերտի շրջանի Վաղուհաց գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածի եկեղեցին։ Այս պահին Երևանի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Մայրաթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Դեկտեմբերին ձերբակալված Սրբազանին ժամեր առաջ դատարանի դահլիճ են բերել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։ Դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ է քննում Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Արշակ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանի համոզմամբ կալանքի միջնորդությունը ի սկզբանե անհիմն է եղել եւ նա հույս ունի, որ դատարանը այսօր կարող է վերանայել իր որոշումը։ Պաշտպանը ընդգծել է, որ ճնշումները առկա են նաև իրավական դաշտում, այդ թվում դատավորների նկատմամբ բարձրագույն դատական խորհրդի համակարգի կողմից։ Փաստաբանը նաև անդրադարձել է Սրբազանի գործով իրեղեն ապացույցի անհետացմանը։ Պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե դա համապատասխանում է իրականությանը, թե չէ, կփորձեմ ամեն դեպքում այսօր քննիչներին տեսնելով ճշտել, ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, այո, կարծում եմ դա ինչ-որ արժեքավոր բան կփոխի, մնացածը ժամանակը ցույց կտա։ Հույս կա, հույս միշտ կա, մանավանդ գործի մանրամասներին տեղյակ լինելով, այդ հույսը իրավական պետության պարագայում կլիներ համոզմունք։ Վերջին անգամ տեսակցել եմ 3-ի առաջի օրը, տրամադրությունը ինչպես մի շատ լավ էր, Ես ամենին կարելի ասել իր բնավորությանը, իր տեսակին հարիր կերպով շատ կարելի ասել հումորով է վերաբերում, եթե ոչ հեգնանքով, գիտակցելով, հասկանալով, որ այս ամենի նպատակը եւ պատճառը նմանատիպ սրբազաններին, ինչպիսին է ինքը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մեկուսացնելն է, Մկրտիչ Սրբազանը, մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որ տեղի ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իրականացվի ավելի մեծ թափով։ Պաշտպանի համոզմամբ Արշակ Սրբազանի եւ կալանավորված մյուս 3 սրբազանների գործերը փոխկապակցված են եւ մեկ ընդհանուր գործընթացի մաս են կազմում։ Նրա խոսքով սրբազաններն իրենց հեղինակությամբ կարող էին կանխել եկեղեցու դեմ իրականացվող այս գործընթացը։ Միևնույն ժամանակ նա անդրադարձել է նաև քննչական կոմիտեի նոր վարույթին, որի շրջանակում 6 եպիսկոպոսներ ներգրավվել են որպես մեղադրյալներ։ Պաշտպանը համոզված է, որ այս քայլերը միտված են եպիսկոպոսատ ժողովին խոչընդոտելուն։ Մենք նախորդ կանխատեսում ենք, որ դա տեղի ունենալու, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի եւ վեհապարի եւ սրբազանների ելքը կանխվի Հայաստանից, որպեսզի այն ժողովը, որ տեղի է ունենալու չլինի, դա սպասելի էր, կանխատեսելի էր։ Գիտեք, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, որ այդ ամոթալի արշավը, որ իրականացվում է, իրենց նպատակին հասնեն, ի կատարածվի, բայց ես դեռևս տարի ու կես 2 տարի առաջ եմ հարցազրույցով նշել, որ չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցուն, որը անցել է մոնղոլ թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավներով, արշավանքներով եւ միշտ հաղթած է դուրս եկել։ Ինչպես նշեցի, մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել նաև Մայրաթոռի 6 եպիսկոպոսներն ու 1 քահանա։ Նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Խոսքը վերաբերում է Մասեցոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին առնչվող դատական ակտին, որը վեհապարի որոշմամբ կարգալույծ էր հռչակվել։ Մայրաթոռը կանգնել է բարդ ընտրության առաջ, թե ինչ պայմաններում կկայանա եպիսկոպոսատ ժողովը, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։
Նոր խոչընդոտներ եպիսկոպոսած ժողովին ընդառաջ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ժողովի մասնակից 6 եպիսկոպոսների դեմ։ Դատարանի որոշումը չկատարելու մեղադրանքով։ Հանգստյան օրերին 6 սրբազաններն ու ժողովի քարտուղարական աշխատանքները համակարգող քահանան Տեր Մովսեսն անցկացրել են քննչական կոմիտեում։ Հոգևորականների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու որոշումը։ Այս քայլը հակաիրավական ապօրինի քայլ է եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը ուղիղ միջամտություն է իրականացնում եկեղեցու ներքին գործերին։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պնդում է, քննչական կոմիտեն կատարում է իշխանության հրահանգները։ Նրանց նպատակն է խոչընդոտել Ավստրիայում սպասվող եպիսկոպոսատ ժողովի կազմակերպումը։ Այստեղ ողբերգություն չլիներ, ավելի կլիներ, որովհետև Նիկոլ Փաշինյանի եւ իր կցորդ հանդիսացող իրավապահ համակարգի գործողությունները ուղղակի արդեն անընդունելի են բոլոր առումներով, արդեն նույնիսկ չեն էլ կարևորում, որ գոնե իրավական շղար շպահեն իրենց գործողություններից, կն ամբողջովին լեկտիվություններով համեմված գործողություններ են անում չթաքցնելով։ Ստեղծված իրավիճակում օրհասական է եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Մայրաթոռը տրամադրված չէ չեղյալ հայտարարել ժողովը, բայց ինչ ֆորմատով կկայանա այն մայրաթոռը դեռ չունի հստակ որոշում։ Եկեղեցու բնականon կյանքի խոչընդոտում է սա, կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվել եւ դրան խոչընդոտել է։ Ամեն ինչ արվում է, որ մայրաթոռի բնական կյանքը, բնականon կյանքը խոչընդոտվի։ Վաղը Նիկոլ Փաշինյանը քնից կարտանա, մի հրաման կարձակի, որ օրինակ ասենք եկեղեցականները այդ այսու ինտերնետ կապ պիտի չօգտագործեն, եւ ասենք on-line էլ չեն կարող ժողովը գումարենք։ Ըստ Հայաստանի մայրօրենքի իշխանության գործողություններն ապօրինի են, ասում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Սահմանադրությամբ էլ եկեղեցու ներքին գործերին պետությունը խառնվելու իրավունք չունի։ Այնտեղ հանցագործություն չի կատարվել, չի եղել քրեորեն հետապնդելի որևէ արարք, որ կսպառնա անձի կյանքին, անվտանգությանը, գույքին եւ այլն։ Սա կրոնական հոգեվոր ուխտով իրար հետ կապված հոգեվոր միաբանության գործն է եւ պետության միջամտությունը այդտեղ անթույլատրելի է եւ հանցավոր է։ Հոգևոր գերագույն խորհրդի անդամ սրբազանները տեղի ունեցածը զավեշտ են համարում։ Պատահական էր սրբազանների դեմ հարուցված վարույթը հենց այս ժամանակահատվածում։ Հովնան սրբազանն այդպես չի կարծում։ Չեմ կարող այս մարդկանց գործողությունները, քայլերը գուշակել, բայց իրենցից ամեն ինչ հնարավոր է։ Անկախ ամեն ինչից զրուցակիցներս կարևորում են վեհափարի դիրքորոշումը։ Կարևոր է, որ մայրաթոռը չտրվի սադրանքներին ու շարունակի կատարել իր ազգապահպան ու ազգային գործունեությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Փետրվարի 2-ից 3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու եւ ելույթ ունենալու համար Վաշինգտոն է մեկնել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը ներկայացնելու է եկեղեցու, սրբազանների, կաթողիկոսի ու Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումները։ Այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության տեսանկյունից ել ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, այն քաղաքական ճնշումները, միջամտությունները, հետապնդումները, թե սրբազան հայրերի նկատմամբ, թե վեհափար տիրոջ նկատմամբ, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, սրանք բոլորը ի վերջո հանդիսանում են նաև հենց կրոնական ազատության իրացման էական խոչընդոտներ։ Իհարկե նաև կրոնական ազատությունների տեսանկյունից հնարավոր չէ չնշել նաև այն ամենը, ինչ մենք ունենք այս պայդրությամբ Արցախում։ Այն է, որ ունենք եկեղեցիներ, վանքեր, որտեղ նվազագույն կրոնական ազատության իրացման հնարավորություն չունենք։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը անդրադարձել է գագաթնաժողովի կարևորությանը եւ նշել, որ չնայած պաշտոնական Երևանի դիրքորոշմանն ու իշխանության լծակներին, ընդդիմությունը շարունակելու է միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանում կատարվող հակաիրավական եւ հակաեկեղեցական գործողությունները։ Իսկ ինչ օրակարգ պետք է թելադրի Հայաստանը գագաթնաժողովում, լսենք։ Հաշվի առնելով այս հիմնարար կարմիր գիծը եկեղեցու հետ փոխհարաբերությունների փորձում ենք մեր ձայնը լսելի դարձնել եւ
փորձում ենք միջազգային հանրությանը մատուցել մեր երկրում կատարվելիքը, իսկ միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի համար կարծում եմ սա էական նշանակություն ունեցող իրողություն ու իրադարձություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական հարցերին միջամտությունային դեպքում եւ սահմանադրությունը ուղղակի այն թույլատրելի է դա համարում, այն հասանելի դարձնելը, մատուցելը այս տեղեկատվությունը էական նշանակություն է ունենալ, որովհետեւ սա կարող է աշխարհի համար դառնալ նախադեպ։ Իսկ ինչ է կատարվում եկեղեցում զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարելուց հետո։ Ինչ նոր փուլ է սկսվել զինված ուժերում, փորձել է պարզել իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը մի քանի նպատակ ունի։ Հոգևորականներից Տեր-Պսակ եւ Վանանդ քահանաներն ընդգծում են, հակաեկեղեցական արշավի շարունակությունն է արդեն բանակում։ Միգուցե նոր հոգևոր առաջնորդ նշանակվի իրենց կողմից եւ իրենց քահանաների հետ մեկտեղ բերեն իրենց ծառայությունը բանակում, որը ցավալի կլինի միանշանակ։ Սա կնշանակի, որ քաղաքականացնում են բանակը, ասում է Տեր Վանանդը։ Հիշեցնում է, մինչ լուծարումը փորձել են ճնշել գնդերեցներին, ներքաշել մայրաթորի դեմ տարվող արշավի մեջ։ Երբ դա չի ստացվել, պարզապես դադարեցրել են նրանց գործունեությունը։ Հոգևորականներն ազգային գաղափարախոսություն կրող ու տարածող են բանակում, նշում է Հակոբ Բադալյանը։ Պաշտպանության նախարարի որոշումը նաև այդ գաղափարի տարածման դեմ է, ընդգծում է քաղաքագետը։ Եթե պետական գաղափարախոսությունը, կրկնեմ ճակերտավոր գաղափարախոսությունը, կենցաղապետությունն է եւ մենք դա տեսնում ենք իշխանության վարքագծի բազմաթիվ դրսևորումներով, նաեւ հրապարակային ելույթներով, ապա բնականաբար զինված ուժերը չեն կարող տարբերվել այս ճակերտավոր գաղափարախոսությունից, ավելին զինված ուժերը այն առանցքային ինստիտուտն են, որոնք պետական գաղափարախոսության կրող են, յուրօրինակ կրող, եւ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող ամբողջապես այդ կենցաղապետություն կառուցելու իր քաղաքականությունը ամբողջապես կառուցել, եթե դրանից դուրս են մնում զինված ուժերը։ Որտեղ հաց, այնտեղ կաց, պարգևավճարի, կենցաղապետության շուրջ ձևավորված մտածողությունը ըստ Բադալյանի հիմա առանց հակակշռի է մտնում բանակ։ Գնդերեսներն էին այդ հակակշիռը։ Տեր-Պսակ քահանան էլ հիշում է, հոգևոր դասերով, զրույցներով միջանձնյա հարաբերություններ էին հարթում, խոսում Արցախյան պայքարից օրինակներով։ Շատ ու շատ արատավոր երևույթներ մեր գնդերեսների միջոցով կանխվել են։ Ընդհանուր ինքնասպանության դեպքերի կանխում է եղել, ինքնավնասման դեպքերի կանխարգելումներ են եղել։ Եթե մարդիկ, ովքեր այսօր ցավի սիրտ որոշումներ են կայացնում, կարող են հետաքրքրվել, թե գնդերեսները ինչպիսի ճանապարհ են անցել։ Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցվում է համապետական ընտրությունից 4 ամիս առաջ։ Որքանով կապ ունի սա, Բադալյանն է մեկնաբանում։ Թե եկեղեցու դեմ նախաձեռնած process-ը եւ թե նաեւ այդ պետության փաստացի դե ֆակտո ապագաղափարականացումը Նիկոլ Փաշինյանը բնականաբար դիտարկում է նաեւ որպես մի հանգամանք, որը պետք է ծառայի նախընտրական խնդիրներ լուծելու։ Եվ այս տեսանկյունից բնականաբար նախընտրական մոտիվացիան այստեղ եւս առկա է, բայց դա կարճաժամկետ մոտիվացիան է։ Որոշումը փոխում է բանակում ձևավորված մի ամբողջ համակարգ ոչ միայն հոգևոր, այլև սոցիալական ու մարդկային շփումների միջավայրը։ Այս հաստատությունը հայկական բանակի սպայական կազմի հիմնական դարբնոցն է։ Այս օղակը դուրս է բերվում համակարգից, փոխարենը այլ մեխանիզմներ են կիրառվելու։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Զուգահեռ Հայաստանում դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը ընդդեմ Նժդե Հովսեփյանի եւ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության։ Շահրամանյանը պահանջում էր 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքից հանել տեղեկությունը, որտեղ նշված էր, որ Շահրամանյանը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Դատարանը կարևորում է նշել, որ հայցվոր կողմի փաստարկներն ու դիտարկումները մասնավորապես տեղին են այնքանով, որքանով վերաբերում են դասագրքային նյութերում որևէ փաստաթղթի հիշատակմանը, ընթերցողի համար առանց դրա մասին առնվազն ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիությունն ապահովելուն, որպեսզի բաց թողում հայցադյումին կից ներկայացված դասագրքի համապատասխան տեքստերում ակնհայտորեն արկա է։ Այսինքն դատարանն արձանագրում է, որ այդ տեղեկությունը առնվազն ընթերցողի համալնկալելի չէ այնքանով, որքանով որ տեղեկությունը ընդհանրական չէ։
Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին 2 օրից Աբու Դաբիում կհանձնեն Զայեդ մարդկային եղբայրության մրցանակները։ Փաշինյանի այցը մեծ զրույցում հաստատել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, իսկ Ալիևի մասնակցության մասին տեղեկացել ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Մինչ մրցանակաբաշխությունը Բաքուն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս, այսինքն մինչև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունը։ Բայց այստեղ հատկանշական է, որ Բաքուն չի մոռանում իր պայմանների մասին։ Պայմանագիրը կստորագրվի միայն այն դեպքում, երբ Հայաստանի նոր սահմանադրությունում չլինեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ադրբեջանցի падգամավորի խոսքով Ադրբեջանի օրենսդրությամբ հայ-ադրբեջանական հակամարտությունը համարվում է հայրենական պատերազմ, ուստի խաղաղության պայմանագիրը պետք է հավանության արժանանա Միլի Մեջլիսի կողմից։ Միլի Մեջլիսը այսօր քննարկել է Նախիջևանի ինքնավարության սահմանադրությունից Մոսկվայի եւ Կարծի պայմանագրերի հիշատակումները հանելու հարցը։ Նորացված տարբերակում նշվում է միայն, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մասն է։ Մինչ խոսվում է խաղաղությունից, ադրբեջանական վանդալիզմի նոր զոհ դարձավ Մարտակերտի շրջանի Վաղուհազ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Գեղարդվերլուծական կենտրոնի փոխանցմամբ ադրբեջանցի վանդալները կոտրել են Բաքում գտնվող խաչքարն ու պոկել սրբապատկերները։ Եկեղեցին օծվել էր 2012-ի փետրվարի 19-ին Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձին։ Աշխարհաքաղաքական վիճակը ավելի քան լարված է։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա։ Նրա խոսքով, եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի։ Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հայտնում է իրանական Ֆարս գործակալությունը։ Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իրանն ու Միացյալ Նահանգները միջուկային ծրագրին նվիրված միջնորդավորված բանակցությունների 5 փուլ էին անցկացրել։ 6-րդ փուլի մեկնարկից մի քանի օր անց տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա, նշվում է գործակալության հայտարարությունում։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում եւ կողմերը չեն քննարկում չեզոք տարածքում հանդիպելու տարբերակը։ Եվ վերջում պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանը որդի է ունեցել։ Փոքրիկը ծնվել է 3 կիլոգրամ 280 գրամ քաշով 50 սանտիմետր հասակով։ Մայրիկն ու նորածինը լավ են, տուն են գնացել։ Դուրը բաց եք, դուրը բաց եք, երեխու մի կալուց եք։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։